Տիկին Կյուրեղյանը բռնապետիկ էր ման գալիս, այսօր վար բռնապետիկի օրինակն եմ ուզում բանանեմ։ Ուրեմն, չէ, բռնապետի որդի բռնապետիկ է, էլի։ Ուրեմն, երբ որ ինքը պետք է ելույթ ունենա, ինքը 1000-ից 1 հայտնվմաստ է, բայց երբ որ ինքը պետք է ելույթ ունենա, հələ խմբակցությունից մեկը բացակայի դահլիճից։ Երբ որ խմբակցությունը իրանց սենց լուրջ դեմքերով սենց հավաքված, ստեղ սաղ սենց նստած են պատրաստ բան, ուրեմն այդ օրը բռնապետիկը պետք է ելույթ ունենա։ Ուրեմն հետո ինչ է տեղի ունենում։ Տենց ելնում է գալիս է բռնապետիկը ստեղ, ու սկսում է մի դերասանի թատրոն տեսել եք, չէ՞ որ երկու դերա մարդը տանում։ Ու ինքը տանում է մի դերասանի թատրոն, մի կողմից ասում է, ահ, քաշեցին, խփեցին, վերքերս, արա, այնտեղ ինձ խոշտանգում են, մի կողմից ուժեղ տղա է, ելնում ասում է, «Ի, այդ ո՞մ ասիր համբալ, արա»։ Ու սենց ես ուզում եմ հասկանալ վերջ որ դերի տակ է ինքը վերջացնելու։ Բայց ստեղ այդ չի հարցը, էլի։ Նախ առաջին հերթին ինքը ստեղից որ ելույթ է ունենում, մեր նյարդերը լարվում են։ Որովհետև իրա, երբ որ ինձ հարցնեն, թե ամենավատ բանը, որ հայրը որդու հանդեպ կարա անի, օրինակ, կարած բերես, հա կարամ բերեմ։ Այդ Ռոբերտ Քոչարյանը իր որդու հանդեպ արը։ Երբ որ ուղարկել է ստեղ իր արած մեղքերը մաքրելու։ Երբ որ գալի կանգնում է ստեղ որպես մարտի 1-ի մեղավորի որդի, ու մարտի 1-ի զոհի քրոջը կանգնում ինչ որ բաներից է խոսում, բռնություններից է խոսում, չգիտեմ ինչերից է խոսում։ Դրանից բադ բան եք ուզում որ հայրը իր երեխու նկատմամբ անի, հա։